Ինչի՞ց եք բողոքում, ես չեմ հասկանում։ Գոյողիները գետերի նման խոսում են, Անդարտների ավտոբուսը, որ կա այնտեղ, խայտարակում են ռեսպուբլիկա։ Մեծ գերատաշտակից աչուձախ լափել։ տաշի, տուշի, ծնգլ, մնգլ, Այն ժամանակ iPhone չկար, չէին նկարում էլի։ ամոթից գետինը պետք է մտնեք։ Երկու բան եք խոստվել, երկուսն էլ սուտ եք ասած։ Կայֆեր կայծեր անելու տեսլական։ Դատի էր տվել, ասում է դու ինձ պախարակել ես։ Սոսնձել են նստել ատեղ 4 հոգով կխցկենք, թո շարժվեն։ Ողջույն հպարտ եւ ոչ այնքան հպարտ քաղաքացիներին։ Ողջույն 3 միլիոն վարչապետներին, բացի մի հոգավորից, Արեգնաս քննարկելու ենք Երևանի կառավարման հերթական ծախողման փուլը։ Հիմա Որովհետեւ հերթական անգամ Անձրև անսպասելի եկավ։ անձրև եկավ եւ ամեն ինչ խառնվեց իրար, ինչպես միշտ Երևանը վերածվեց քաոսի, բայց այսքանից հետո Տիգրան Ավինյանը ասում է, որ ամոթից գետինը պետք է մտնեն քաղաքացիները, ոչ թե իրենք, որ ձախողել են քաղաքի կառավարումը։ Ասում է տրանսպորտի այդ վարձավճարը չմուծողներին, ասում է դուք ամոթից գետինը պետք է մտնեք, աչքերը չպիտի վերև բարձրացնեք ու ընդհանրապես ելույթներ չպիտի ունենանք։ Ու սա ասում է նույն Ավինյանը, որ իր կառավարման օրոք, կրկնում եմ, հենց Երևանում մի փոքր անձրև է տեղում վերածվում է Վենետիկի, հենց թեթև ձյուն է գալիս, փողոցները դառնում են սառցադաշտ, իսկ ամբողջ քաղաքն էլ աղբավայրի է վերածվել։ Իսկ այդ երկուսը անձրևի չորանալու ու ձյան հալելու դեպքում էլ ունենում ենք մարտաբոյ փոսեր, իմիջիայլոց մինչև հիմա մարտաբոյ փոսերը Երևանում վերածված չեն, որոշ տեղեր ասֆալտ արել են, հա, քրիտիկական մասը թուլացնելու համար։ Մնացած բոլոր դեպքերում այսօր օրինակ Արաբկիրով եկա, Արաբկիրում ասենք օրինակ հանդիպեցի մի կես մետրանոց փոսի, հազիվ շրջանցեցի, մի քանի տեղ էլի, մի տեղ չի դա, օրինակ Նայիրի Զայլյանի վրա, հիմնական փողոցա երեխաները դպրոց եւ այլն աշխատողներ, կես մետրանոց փոս, ուղիղ փողոցի մեջտեղ էլի, որը վթարների պատճառ կարող է դառնալ, ու մի շարք նյութական եւ ոչ նյութական վնասների կարող է հանգեցնել, այսինքն Արեգնաս ֆիքսենք, որ ձյունը, այսինքն անսպասելի եկած ձյունը, անսպասելի անձրևը, անսպասելի, չգիտեմ, ինչ էր կարել Ավինյանի համար ինչն էր անսպասելի։ Ավինյանի համար ամեն ինչն է անսպասելի, բացի պարգևավճարներից։ Դրանք Միայն դա է կանխատեսելի։ պլանավորված հերթով, հա։ Այդ ամեն ինչը միանգամից ցույց են տալիս այն ապաշնոր կառավարումը, ինչ իրականացնում է ԿՊ-ն Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։ Իմիջիայլոց, եթե մենք խոսում ենք Երևանի ապաշնոր կառավարման մասին, պետք է ուշադրություն հրավիրել նաև կոյուղատարների անընդհատ խցանվելուն, պայթելուն, երբ որ քարշահոտությունը այդ ամբողջը լցվում է Երևանի փողոցներ, իմիջիայլոց Մայր Հայաստանի Երևան ու ավականո անդամները բարբերաբար լուսաբանում են, բարձրաձայնում են այդ խնդիրները։ Այո, 24/7 ռեժիմով աշխատում են։ Այո, Երևանի հենց փողոցներում մարդկանց հետ շփվելով, օրինակ կոյուղատարների հետ կապված վերջինը կարծեմ Սոնա Աղակյանն էր բարձրաձայնել։ Եվ Սարգիս Տեր-Եսայանը ու ընդհանրապես բոլոր ավականիներն էլ անդրադառնում են։ Բոլորն էլ ուղղակի վերջի դեպքն եմ ուզում ես բանանել, որ կոյուղատարերը պայթում են, բարբերաբար խոսել ենք, դա գալիս է նաև վայրի շինարարությունից, որ այլևս չի բավականացնում։ Հոսանքի մատակարարման ընդհատումները, էլի գերծանրաբեռնվածությունից, այդ փաստորեն Ռոմանոսը չի կարողանում հեծի խնդիրներ լուծել այդտեղ։ Այսինքն այնտեղ չի էլ դրվել, որ հեծի խնդիրները լուծի, այլ խնդիրներ է լուծում։ Այո, չգիտեմ ինչ խնդիր է լուծում, երևի մեծ աշխատավարձ ստանել ու լավ էլ աշխատավարձ են ստանում միջալոց ասեմ, էլի։ Իր բոյից շատ աշխատավարձ է ստանում։ Դե ինքը որ կանգնած է Նիկոլ Փաշինյանի մեջքին, դրա համար պետք է ինչ-որ ձևով պարգևավճարներ ստանա, չէ՞։ Ոչ միայն ինքը, այլ նաև տեղական այդ նշանակության ԿՊԱ-ականները, ովքեր յուղոտ փաստացի պաշտոններ ստացան։ Այսինքն խնդիրը գլոբալ առումով չի լուծվում, այն խնդիրը ինչի մասին իրենք խոսում են, ինչ են ասում, չէ՞։ Անընդհատ անջատումներ, հեծում, ժողովրդին անհարմարություններ պատճառել եւ այլն, նույն բանը պահպանվում է, ուղղակի PR-ն է շատացել իրենց կողմից։ Ու իրենք փոխարինել են այլ մարդկանց, ստանում են
բավականին թոթալ աշխատավարձեր, այսինքն ասում մենակ թղթաբանությունն է փոխվել, ամբողջը մնացել է նույնը, թղթաբանությունն ու մարդիկ են փոխվել այս բaragայում։ Եվ բյուջեից հատկացումները իմիջիալից դերենիք մի քանի թիվ նշեմ, խոսեցինք ձախողված կառավարումից Երևանի, աղբանությունից, սանմակրում, այդտեղ գոյուղաջրեր, փոսեր եւ այլն եւ այլն։ Ուրեմն քաղաքային բյուջեից սանմակրման համար դուրս է գրվել 6 միլիարդ 351 միլիոն դրամ։ Երևանի 2026 թվականի բյուջեով ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցում ծրագրով նախատեսված է 327 միլիոն դրամ։ Ասֆալտապատման ու փոսալցման համար էս քո սիրելի թեման էլի, բյուջեից դուրս է գրվել ու մսխվել է 4 միլիարդ 292 միլիոն դրամ։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ Երևանում միակ գործանողը արևն է, այն խեղճ արևը, որ պետք է արդեն բանանի, հա, հենց դուրս է գալիս, իրենք էլ անհամբեր նստած սպասում են, որ այդ արևը դուրս գա, այդ ձմռան օրերին հալեցնի սառցադաշտ դարձած փողոցները, բայց դե բնականաբար արևին պարգևավճար չեն տալիս։ Այդ արևի արած գործի համար հատկացված պարգևավճարներ են իրենք իրենցով արվում։ Այ որ կարողանալ արևը մի հատ Տիգրան Ավինյանին տեղ ասֆալտել, փռել հատկատով բնականաբար։ Այդ դեպքում մեծ պարգևավճարներ ու հատկատներ ստանալ, բայց չի կարողանում արևը դա անել։ Ընդհանրապես քաղաքային կառավարման մոդելը շատ հստակ ցուցիչ է, թե ինչ տիպի կառավարում է պետական մասշտաբում իրականացնում ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Քանի որ պետության մասշտաբները մի քիչ լայն են, կենցաղային մակարդակում շատ դեպքերում մարդ անձնապես իր վրա չի զգում կառավարման արդյունքները։ Բայց քաղաքը, քանի որ ավելի փոքր մոդել է պետական կառավարման, այդտեղ արդեն անձնապես զգում ես, երբ աղբը թափվում է արդեն, չգիտեմ ուր, երբ մարտաբոյ փոսեր են առաջանում, երբ կոյուղիները գետերի նման հոսում են Երևանի փողոցներով, երբ ինչ կա, ասենք, երբ խցանումները դարձել են ոչ թե բացառություն, այլ նորմա։ Ես այստեղ կուզեի հիշեցնել, որովհետև մարդկանց հիշողությունը շատ կարճ է, էլի։ Երկու օր հետո մոռանում են, թե ասենք ինչ կարևոր իրադարձություններ տեղի ունեցել, որովհետև մի հատ աննորմալ բան, այս ՔՊ-ականները անում են, դա արդեն ստվերում է այն մյուս աննորմալությունը, որ արել էին։ Այդպիսի աննորմալություններից մեկը 13 անգամից ավել վարձավճարներ բարձրացնել է Կարմիր գծերի, իմիջիայլոց Մայր Հայաստանը դատի տվեց շահեց դատը, բայց նույն անամոթությամբ իրենք չեն ուզում կատարել դատարանը։ Ես իրավաբան չեմ, այդպես եմ հասկանում, եթե դատարանը որոշել է, որ իրավական ճանապարհներով հնարավորինս ձգում են դատարանի որոշումը կատարելը եւ հերթական անգամ բյուջեն հաստատում են կրկին թանկացված ձևով։ Այո, այսինքն դատարանը որոշել է, որ վճռել է, որ Տիգրան Ավինյանի եւ ՔՊ-ականների կողմից թանկացումը ապօրինի է 13 անգամ։ Բայց իդեպ իրենք որպես հիմնավորում էլ նշում էին, որ բեռնաթափման համար են անում, այսինքն այդ կարմիր կետագծերը թանկացնում են, որպեսզի բեռնաթափեն, բայց արդյունքում մենք տեսնում ենք, որ Երևանում ոչ մի բեռնաթափում էլ տեղի չի ունեցել, այլ ճիշտ հակառակ պատկերն է։ Քաղաքական եւ սոցիալական նպատակահարմարությունը իրենք հիմնավորում էին, որ կենտրոնում շատ ծանրաբեռնված է, իրենք 13 անգամ դրանով էին համոզում, շատերը դրանով համոզվան, ասին դե լավ, մի քիչ մարդավարի տեղաշարժվելու համար ոչինչ, թող թանկացնի։ Այդ նման մարդիկ էլ են եղել։ 13 անգամ թանկացրեցին, հիմա ինչ է կատարվում կենտրոնում, ասենք շրջանայինից մինչև հրապարակ մեքենայով հասնելու գնալ գալու համար կարող է ծախսել ժամ ու կես, որոշ դեպքերում էլ է ցերեկային ժամերին, երբ պետքա գործով ինչ-որ տեղ գնալ ինչ-որ։ Շատ դեպքերում մարզից ավելի շուտ է գալիս հասնում Երևան, քան ասենք Երևանից ակետից մի կետ տեղափոխվել։ Օրինակ նոր խոսում ենք, չէ՞, այստեղ Գյումրիից այստեղ գնալու հետ կապված, մարդիկ ասենք 50 րոպեվա Գյումրիից մի ժամվա գալիս են այստեղ, այն դեպքում, որ եթե ուզենանք խոսքի, չգիտեմ, Հալաբյան հասնենք Ավանից օրինակ, Խայտարակությունը Ավանից քանի ժամվա էր հասել, Ավանից որտեղ էլ գնում ես, էլի մի ժամ առնվազն աչքի առաջ պիտի ունենաս, այդ ամենակիչն եմ ես ասում։ Այսինքն ժամ ու կես։ Այսինքն Գյումրիից Հալաբյան հասնելը ավելի հեշտ է, քան ասենք Ավանից Հալաբյան, ժամանակային առումով, ամեն ներվերի առումով, չէ՞։ Այսինքն ինչքան ես բան անում։
ներվերդ քայքայում իմիջայլոց Չինաստանը չինական մի ավտոարդյունաբերող ընկերություն վերջերս պատենտավորել է բան զուգարան մեքենայի մեջ, չգիտեմ տեսել եք թե չէ, լուրջ եմ ասում։ Չէ, պատենտավորել է այդ գյուտը, որ կարող է լինել զուգարանակոնք, թաքնված այն բանի համար, որ բանը խցանումները որոշ երկրներում շատանում են եւ դա կարող է պետքական լինի։ Հիմա ես ինչ եմ առաջարկում, առաջարկում եմ։ Ուզում ես բան փող աշխատելու հերթական ճանապարհն ես հիշում իրեն։ Սուբսիդավորեն նման մեքենաների ներկրումը եւ բաժանեն Երևանցին, այսինքն այդ չգիտեմ ինչ որ բանկային տոկոսները սուբսիդավորեն կամ չգիտեմ պետական բյուջեի հաշվին ինչ-որ բաներ անեն մարդկանց, որովհետեւ իրենք չեն կարողանում խցանումների հարցը լուծեն, գոնե նման մեքենաներ բաժանեն մարդկանց, որովհետեւ իրոք անտանելի է դառնում։ Այդ ազդումը ընդհանուր քաղաքի կառավարման վրա, ընդհանուր մարդկանց գործունեության արդյունավետությունը մի քանի անգամ գցում է։ Իմիջայլոց իրենք այդ կարմիր կետագծերից, թանկացված կարմիր կետագծերից մի քանի անգամ մեր նախորդ թողարկումների ժամանակ ենք նշել, որքան որ գումար հավաքել են, այդքան գումարի էլ իրենց պարգևավճարներ են բաժանել, ու ընդհանրապես վերջին 4 տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանում 7 անգամ ավելացել է պարգևավճարների համար հատկացվող գումարը։ Օրինակ 2026 թվականին պարգևատրումների համար նախատեսվել է 1 միլիարդ 128 միլիոն դրամ։ Հետո նաև որքան որ իրենք նախատեսել են, որ պիտի տուգանեն քաղաքացիներին, այդքան էլ նաև պարգևավճարների համար են գումար սահմանել։ Իրենք 2026 թվականին ակնկալում են, որ այդ վարչական իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտները կազմելու են 1 միլիարդ 500 միլիոն դրամ։ Այսինքն տուգանելու են, պլանավորում են տուգանել 1 միլիարդ 500 միլիոն դրամ, իսկ պարգևատրումների համար արդեն սահմանել են 1 միլիարդ 128 միլիոն դրամ։ Ու նաև հիշենք, որ Տիգրան Ավինյանը ասում էր, ես բացի քաղաքացիների վրա մունատ գալուց, նաև մունատ էր գալիս բիզնես գործունեություն ծավալողների վրա, ասում էր, ես ձեզ համար վատ լուր ունեմ հաղորդելու, դուք տարին 12 ամիս պիտի ձեր օբյեկտների այդ դիմացի հատվածները մաքուր պահեք։ Հիմա ես էլ ուզում եմ Տիգրան Ավինյանին իրեն հասկանալի լեզվով ասել, որ Տիգրան Ավինյան, դուք էլ 2 տարի 48 ամիս, այսինքն ինքը այդպես է չէ հասկանում, 2 տարի 48 ամիս էր ասում, դուք էլ պարտավոր եք 2 տարի 48 ամիս ընդհանրապես աշխատել, ոչ թե պարապուրտի մատնվել եւ ոչինչ չանելու համար միայն պարգևավճար ստանալ։ Բայց կներեք, իրենք աշխատում են, ուղղակի իրենց աշխատանքների արդյունքը երևում է իրենց գրպանների տրզման վրա, հա։ Դե հա, ոչ թե Երևան հաղթարել են, շատ լավ հաղթարել են իրենց գրպանները։ Իրենք աշխատում են հանուն իրենց գրպանի։ Այն որ ներկայացնում են այսպես կոկորդիլոսի արդյունքներ թափելով, թե մենք ժողովրդի մասին եք մտածում, մենք հեղափոխական իշխանություն, մենք չգիտեմ ինչ, մենք են, բայց իրականում հարգելի ժողովուրդ, եթե դնեք նայեք, հա, ինչա կատարվել։ Կատարվել է Երևանն ենք, մենք այստեղ ինչ ենք Երևանը քննարկում, որ ինֆորմացիոն մոտիվ կա, բայց Երևանը լավ մոդել է ցույց տալու համար, թե ինչ ձևով է ԿՊԱ-ական իշխանությունը, նիկոլական իշխանությունը տապալվել համապետական մասշտաբով։ Պետք է դնեք, նայեք, ինչպես են իրենք փոխել իրենց բարեկեցությունը եւ ինչ վիճակում եք դուք հայտնվել։ Գույքը հարկը չգիտեմ, քանի անգամ է հանգացել ձեր համար կենտրոնում, Արաբկինում կարծեմ, հա, էլի բանը աղբահանությունը, տրանսպորտը, ահա որ վիճակում մարդիկ Տիգրան Ավինյանի անմիջական ցուցումով իրենք ներհասարակական պատերազմ են հրահրում։ Այո։ Վարորդներ, ուղևորները իրար մեջ, այնտեղ քաղաքական թեմաներ, այսինքն այս սրանք հանրային տրանսպորտը վերածել են պատերազմի ճակատամարտի դաշտի։ Մենք որ խոսում ենք հանրային համերաշխության մասին, Մայր Հայաստանի հիմնական կետերից մեկը նաև դա է, չէ՞, առաջ որ հանրային համերաշխության վերականգնում։ Սրանք ու ասում ենք, որ դա չկա։ Ակնհայտ երևում է, արդեն մարդասպանություններ է տեղի ունենում, բռնություններ է տեղի ունենում ավտոբուսներում, վարորդների մեջ, մնացածի մեջ եւ այլն։ Դերենք դու խոսում ես հանրային համերաշխությունից, բայց իրենք անառիթ մունատ են գալիս քաղաքացիների վրա։ Գիտես, ես մտածում եմ, որ ինչ որտեղ նաև լավ ենք բրծել, որ Ավինյանը միայն մունատ եկավ եւ օրինակ իր
հոր օրինակով քաղաքացիներին չվիրավորեց ու ներեցեք արտադրության համար համբալ չանվանեց։ Ավերջում ասել այ համբալ։ Հա, մտքում ամենայն դեպս դա էր ասում, որովհետև դե ամեն դեպքում պտուղը ծառից հեռու չի գնում, հաստատ հորը քաշած կլինի։ Ես առաջարկում եմ, որպեսզի այս թեմայով մի փոքր տեսանյութ դիտենք, հետո շարունակենք մեր զրույցը։ Չվճարող մարդը աչքերը կախ ամոթից գետինը մտնելու փոխարեն հələ մի հատ է ելույթներ ա ունենում, հələ մի հատ է հորթուբորթ ա գալիս, հələ մի հատ էլ ագրեսիվ ա։ Այն մարդկանց, ովքեր որ չեն վճարում, այդ մարդկանց մենք մեր սենց որպես բեր բոլորս միասին մեր վզին տանում ենք։ Պետք է 500,000 սարքեն, որ ամեն համբալ չգա կայնիստե։ Ամեն իրա գեղի օպելով։ Համբալ, 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 համբալ։ Արեգնաս Տիգրան Ավինյանի կերպարը այսինքն ինքը եզակին չի ԿՊ-ի մեջ, որ ասես այդպես եզակի է խոսքի ոչինչ, հա, որ իշխանությունը նման կադրեր չի ունենալ։ Բայց սա նախ Երևանի քաղաքապետն է, մայրաքաղաքի էլի, ում վստահվել է հանրապետության գրեթե կեսը, Երևանը գրեթե կեսն է։ Բացի այդ կան այլ համայնքապետեր, որոնք իրենց որակներով այնպիսի տպավորություն չստեղծի, որ կենտրոնացել ենք միայն սրա վրա, Տիգրան Ավինյանի վրա, կան նաև այլ երևույթներ, որոնք խայտարակում են ռեսպուբլիկան։ Օրինակ, ասենք, չգիտեմ, Թալին խոշորացված համայնքի Տավրոսը, որը հայտնի էր Մայրաթորի բակում շալվարի չեսնելու նկրտումներով, ելով կար, չգիտեմ, մեկն էլ կար գալիս էր, ահա այն բանը, Կոկորտիլոսագետը, որի մասին Վեդիի քաղաքապետը, այսինքն սրանք խայտարակ նշանակումներով կարող են Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել։ Մեկ-մեկ իմ մոտ տպավորությունն է, որ ԿՊԱ-ականներն էլ ինչ-որ հատուկ ցուցակ են տվել մարդկանց, որ այդ որակին կամ այդ անորակին համապատասխանելու դեպքում այս սրանց կարելի է պաշտոն վստահել։ Դերենք, բայց ես քեզ հետ համաձայն չեմ։ Ասա ինչի։ Ապա Օրինակ Տիգրան Ավինյանին այդքան քննադատում ենք, չէ, ասում ենք ձախողել է կառավարումը, ոչ մի լավ բան չի կարողանում անի եւ այլն, բայց գոնե մի ոլորտ կա, մի այսպես մասնագիտություն կա, որ ինքը այդտեղ անմրցելի է։ DJ-ությունը։ Հա։ Տիգրան Ավինյանին Նիկոլ Փաշինյանը նշանակել էր այդ անդարտների ավտոբուսը, որ կա այնտեղ, տաշի, տուշի, ծնգլ, մնգլ, բար, ուրախություն, հա, հիհի, հահա, ոնց որ իրոք անդարտ լինեն, էլի երկրում ոչ մի խնդիր չկա, իրենք ուրախ զվարթ այդ ուրախ ավտոբուսով պտտվում են անդարտներով, ու այդ անդարտների ավտոբուսի DJ-ին նշանակել էր Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին։ Այնքան լավ էր կատարել ինքը իր գործը, որ անմրցելի էր դարձել, նույնիսկ Վագն Ալեքսանյանը եւ Ալեն Սիմոնյանը չկարողացան նրա հետ մրցել։ Որտեղ է DJ-ություն արել։ Հենց ավտոբուսում։ Նիկոլը չէր DJ-ը։ Չէ, Նիկոլը գիդն էր, DJ-ն Այդ վերջինն է, DJ-ն Տիգրան Ավինյան երկու անգամ DJ-ա դարել։ Մի անգամ ուրեմն DJ-ություն արել, այնքան լավ արել։ Չէ, Նիկոլը ոնց որ հաղորդավարն է։ Տիգրան Ավինյանն էլ DJ-ություն անողն է, ու հա, անմրցելի է ինքը այդ հարցում, այն մի հատ DJ ունեն, է իսկականից մասնագիտությամբ, կարծեմ ազգային ժողովի պատգամավոր էր, ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահներ նույնիսկ մասնագիտությամբ DJ էր։ Հիմա այս Ավինյանը ոնց որ բան անում, էլի ոտքի տակը փորում արդեն մրցակից ունի։ Սրանք որակներ են, որ ազդում է պետական կառավարման վրա։ Հա, կարող են, ասենք, ինչ որ շոումեններ պահեն, կլոնություն անեն ժողովրդի համար, ինչ որ մի X մասսա, յուրաքանչյուր իշխանություններ նման կոնտինգենտ ունենում է հասարակությանը զբաղեցնելու համար։ Տեսել եք, չէ՞, նու 1-2 հոգի։ Հա, մի քանի հոգի, բայց վստահել հանրապետության առաջի քաղաքը, որը հանրապետության կեսն է, վստահել, չգիտեմ, արտաքին հարաբերություններ ինչ որ մի հատ DJ-ի, մեկ էլ երևի Թուրքմենբաշին էր Ատամնաբուժին նշանակել արտաքին գործերի նախարար։ Թուրքմենստանի ու Հայաստանի արտաքին քաղաքականությունը գրեթե նույն մակարդ չէ, այնտեղ անհամեմատ լավ է այդ առումով։ Այսինքն մենք հասել ենք մի վիճակի, էլի եմ կրկնում, Տիգրան Ավինյանին քննարկելով մենք փորձում ենք ցույց տալ, թե իրականում ինչ վիճակում է գտնվում Հայաստանի Հանրապետության կառավարումը, որ ուղղությամբ ուզում ես նայ, մենք քննադատում ենք Երևանի ասֆալտը, խայտարակ վիճակում է, չէ, մեզանից չենք հորինում։ Հիմա էլ ազգային ժողովի ամբիոնից բորբռում էր, թե այն ժամանակ iPhone չկար, չէին նկարում, էլի։
երիտասարդ 2000 չգիտեմ քանի կեսերից արդեն հնարավորություն կար նկարելու եւ 2000-ի կեսերից նկարում դնում էին այն ժամանակ էլ էին խոսում, հիմա էլ են խոսում, այդ iPhone-ի արկայությունը չի ճանապարհների վիճակը վատթարացրել, այլ դուք չեք կարողանում իրականում ոչ ասֆալտ անել, ոչ էլ ճանապարհ կառուցել, դրա համար էլ մարդիկ խոսում են։ Այն օրը ես էլ ասեմ, երևի տեսանյութ նայենք ու հյուրին, հա։ Երևանի թեմաներով, Երևանի խնդիրների թեմաներով զրուցենք Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամ Գևորգ Ստեփանյանի հետ։ Այո, ինչ այդ էլ ասեմ, այն օրը Երևան, չէ, Գյումրի Արմավիր ճանապարհ, միջպետական ճանապարհն H1, եթե չեմ սխալվում, կարող է սխալվեմ, բայց գիտեն շատերը Թուրքիայի սահմանի երկայնքով անցնող ճանապարհն է։ Մի տարի առաջ Ալեն Սիմոնյանի եղբոր Եվրոասֆալտ ընկերությունը եկավ այդտեղ ասֆալտ փռեցին։ Ասում եմ եղբորինը չէ, ինքը այնտեղ ուղակի տնօրեն նշանակված թե ինչ։ Լավ, Ես մի անգամ այդպեսի բան էի Միջայլոց ազգային ժողովի ամբիոնից ասել դատի էր տվել, ասում է դու ինձ պախարակել ես եւ վերջո դատը պատմեց, բայց դա չի խնդրում։ Ես ուղեմ կատարեմ դատարանի վճիռը, քո հանդեպ կայացրած բանը, ասեմ Ալեն Սիմոնյանի եղբոր անվան հետ կապվող Եվրոասֆալտ ճիշտ է, այտենց ճիշտ է, այտենց դատի չի տա։ Հա, всё։ Ուրեմն այդ ընկերությունները արել մի տարի չի անցել, ձյուն եկա, մի քիչ էլ անձրև, էլի մարտաբոյ փոսեր այդ ճանապարհի վրա։ Հիմա պետական միջոցների մխսման համար ում են պատասխանատվության ենթարկելու։ Ու դա միակ ճանապարհը չի, օրինակներ ենք բերում ուղղակի Երևանի փողոցները, այդ տրասան, կա մյուսները, որոնց մասին կարող են գրել, նկարել, դնել։ Դերենիկ ջան, զատո Գյումրիից կարող ես լառնակա թռնել 1000 դրամով։ Ինչի մասին ես դու մտածում։ Ինչի՞ց ես բողոքում, ես չեմ հասկանում։ Բնավ չես պատրաստում թռնել լառնակա։ Թե միայն թոշակառուների համար դա նախատեսված, բայց կարծում եմ, որ ասենք Ախուրյանցի անում փաստացի կարող է թռնել կա։ Բայց թոշակառու, հա, կարող է մենակ թոշակառուներին դա վերաբերվում։ Աշխատում է ինչ-որտեղ թույլ տալիս է, չէ՞, իր աշխատավարձը լառնակա կա։ Թույլ կտա, հա։ Մի 3 օր։ Ասում էր Նիկոլ հայերին պիտի վերացնի հախից գաբան, դրա դիմաց երևի կվարձատրվի, էլի։ Արեկնաս իմիջալոց այս ամեն ինչը ինչի համար է արվում։ Շատ կարճ ասեմ, եւ մենք հյուրին բան անենք, հյուրընկալենք այստեղ։ Ուրեմն Նիկոլը մարդկանց տալիս է հեշտ կյանքի տեսլական, կայֆեր կայծեր անելու տեսլական պատրանք շատ պատրանք, այ շատ շնորհակալություն ճիշտ ասեցիր, պատրանք, ինքը ինչ ասում, եթե ուշադիր նայեք, շորտիկով բալկոնը նստած կոֆե խմել, հիշում ես, այդ էր ասում, չէ, ասում են չեք ուզում տանջվեք ժողովուրդ, պետք է շորտիկով բալկոնում նստած կոֆե խմեք, 1000 դրամով թռնեք լառնակա գաք, դրանք չեն լինելու, բայց պատրանքը այդ դեֆամին, որ մտնում է ուղեղը, ինքը Նիկոլին որ լսում է, կարող է պատկերացնում է, էլի, շորտիկով բալկոնում նստած կոֆեյա խմում, լառնակայում կոֆեյա խմում, հա, որ 2 ժամից թռնի լառնակա, հասկանում ես, հետո կա DJ Ավինյանի համերգի մասնակցի, հետո ավտոերթ անեն, գնան Գյումրիում տժան հրապարակում, ոնց որ հիմա են ուզում տժալ, չէ՞։ Ու նման բաներ, մարդկանց նման պատրանքներով կերակրելով, սրանք իրականում բթացնում են միջև այն պահը, երբ արդեն այս ազգը կանգնելու է էքզիստենցիոնալ գոյաբանական խնդրի առաջ, որի մասին մենք շատ ենք խոսել։ Հիմա դիտենք տեսանյութը ու շարունակենք զրույցը հյուրի հետ։ Արժի, որ գնահատեք մեր DJ-ի երեկվա աշխատանքը ծափերով։ Այո, դուր եկելա, լսանին DJ-ի աշխատանքը, ինչի համար պարոն Ավինյանին շնորհակալություն ենք հայտնում, այո։ Հիմա մենք պետք է այսօրվա DJ-ի հարցը լուծենք եւ միանգամից կար առաջարկ եւս 1 ժամկետով երկարաձգել DJ-ի լիազորությունները։ Երեկվա Տիգրան Ավինյանի DJ-ությունից հետո իհարկե բարձր նշաձող սահմանվել եւ հիմա ոչ բոլորն են, որ տենց արդեն հավակնություններ են ցուցաբերում։ Պարոն Ավինյան, ոնց որ մանդատի երկարացման ուղղությամբ է գնում process-ները։ Այլընտրանք չկա, Տիգրան Ավինյանին այլընտրանք չկա փաստորեն։ Որպես DJ։ Դες ամեն դեպքում մանդատի երկարաձգման համար խնդրում եմ ծափերով հաստատեք, եթե հաստատում եք։
Մենք մեր զրույցը շարունակում ենք Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի հետ։ Ողջույն, շնորհակալություն, որ հյուրընկալվել եք մեր տաղավարում։ Ինձ մի հարց է հետաքրքրում, օրինակ դուք չեք ամաչում, ինչու եք քաղաքացիներին դրթում, որպեսզի իրենք չվճարեն այս լավ, հա, մեր ավտոբուսների թոփ թազա բերված ավտոբուսների համար ու ասում եք, որ բոյկոտեք։ Չեք ամաչում, ինչպես է կարողանում այդպիսի բան անեք, Ավինյանն էլ ջղայնացնում եք։ Վերջի iPhone-ներով Միչայելս։ Հա, ամաչելով գնում ենք այդ քայլին, քանի որ այդ փոքրամասնության կողմից միշտ պետք է շեշտենք ու հիշեցնենք քաղաքացին, որ 9%-անոց քաղաքապետ է։ 150,000 ընտրողից 70,000 ձայնի ստացած ոչ լեգիտիմ քաղաքապետ է, այնտեղ հանրապետություն կուսակցության մեկ է կար հանրային ձայն, իրենց կողմից Բաղձալի աթոռին, այսինքն սոսնձել են նստել ատեղ, չենք ամաչում ինչի համար, որովհետև որ ժամանակին 300 դրամ էին ուզում թանկացնեին, նույն հենց այս բոյկոտի, նույն այս քաղաքացիների միամուռ համախմբան արդյունքում վախեցան, դարձրեցին 150 դրամ, բայց մինչ այդ Մայր Հայաստան խմբակցությունը իրենց նախազգուշացնում էր, որ թեկուզ եւ 150 դրամ լինի ու ոչ բարեփոխված, ոչ իրենց սմարտ կանգառներ կա, չէ՞ հիմա ամբողջ քաղաքը սմարտ կանգառներ է, չեք տեսել, հա, կոնդիցիոներներ։ Կանգառը ինչ է, ես չեմ։ Դե հասեմ, հա, ոնց չկա։ Կա, դու չես տեսնում։ Բայց ես իմիջիայլուց օգտվում եմ հանրային տրանսպորտից, Հա, օրինակ ես զզվում եմ կենտրոն մեքենայով գնալուց, հանրային տրանսպորտ եմ նստում, բայց սմարտ կանգառ հələ չեմ տեսել։ Ասում եմ կա, վայ, հավատա Ավինյանին կա։ Հա, կա։ Սմարտ կանգառներ գոյություն ունի, բայց իրանց երազանքների մեջ ԿՊ-ի այդ նախընտրական հեսաբաներում կլինի, որ տենակ իրանց այդ Ինչ է այդ սմարտ ծրագրերը, սմարտ կանգառները, ուրեմն Գարգին Նեժդեի հրապարակում աջ կողմում, որ մուտք է գործում, աջի վրա կա սմարտ կանգառներ։ Էդի ԿՊ-ի նշանակած իրանց մտածած սմարտ կանգառնա, որտեղ ոչ տանիք կա, ոչ նստարան կա, ուղղակի 4 հատ երկաթից ձող է։ Էդի սմարտ կանգառներն է։ Հիմա ինչի են թանկացրել։ Ասում եմ, որ այդ ձողերը ներկենք, դրա համար թանկացրել են։ Իսկ հիմա եթե ավելի, եթե ոչի բանը չեն անելու, այնտեղ ամեն օր քաղաքացիները ԿՊ-ին հիշատակում են։ Դե դա էլ իրանց որթեգրած ուղին է, դա հիմա ինչի 150 դրամ էլ դարձրեցին, մենք նույնը շարունակեցինք, ասացինք էլի քաղաքացիներին ուղղորդելու ենք, որ չվճարեն, քանի որ դուք երկու բան եք խոստովել, երկուսն էլ սուտ եք ասել եք նոր ավտոբուսներ ենք բերելու, ոչ մեկ անգարներում չի սպասելու, 3 ժամին գալու ավտոբուսը ու սպասելու եք արդեն իր իսկ նշած իրենց շակերտավոր սմարտ կանգառներում, երկուսն էլ չի եղել, մարդիկ էլ ավելի շատ են մնում կանգառներում ու դրա համար հիմա նորից մեզ հասած տեղեկություններով, երբ մենք հրապարակեցինք, որ ներքին ինֆորմացիա ունենք, որ հավաքագրումները, թեր հավաքագրումները մեծ մասշտաբների է հասնում, այդ հենց գալիք գործակարգավարական նիստի ժամանակ այդ փոքրամասնության քաղաքապետը ժամանակավոր հայտարարեց արդեն ինքը դե սիրում է ներվայնանալ, ներվայնացավ այնտեղից նստած, ասեց, որ մեծ մասշտաբների թեր հավաքագրումներ կա ու դրա մեղավորը արդեն կարգեց վարորդներին։ Ինչքան է թեր հավաքագրում։ Ինքը ասում է 80 միլիոն դրամ շաբաթական, բայց ես վստահեցնում նո այդ քանի տոկոսն է, էլի մոտավոր։ Դե 80 ինքը հիմա չեն ասում իրանք թիվ։ Արդեն մոտի։ Ես ասում եմ, որովհետև կներես Արեգն ասա, որ սկսվեց այդ բոյկոտը, որ չվճարեն բանման, հետո ասեցին դե ժողովուրդը վճարեց, ախպեր, ասենք հիմա մենք ինչի փաստացեն բոյկոտը շարունակվում է։ Դերենիկ, ես դա էլ ուզում ասեի, որ սկզբնական շրջանում իրենք ամենօրյա ռեժիմով այդ թվերը ներկայացնում էին, թե որքան են հավաքագրումները եղել։ Հիմա արդեն դադարեցրել են։ Բան ձեն չեն հանում արդեն, որովհետև գիտեն, որ հանկարծ այդ թվերը հրապարակեցին, իրենք իրենց հայտարարակ են արել։ Այսինքն բոյկոտ է, ըստ էության։ Միանշանակ, արդեն համատարած է դարձել բոյկոտը, ու իրենք խափում էին նիստերի ժամանակ, ասում են, որ քաղաքացիները հանրապետություն ու ԿՊ խմբակցությունների այս բարեփոխումներին կողմ են, բոլորը վճարում են 10-12, մինչև 20% չեն վստահում, հիմա եկե փաստել են, որ 50%-ից ավել մարդիկ չեն վճարում ու շատ լավ են անում, հենց իրանց այս ԿՊ-ին մուռ հանելու պրակտիկան, որ իրանք ունեն քաղաքացիներից, շատ փող հավաքել, չէ՞, դες սա շատ գումար են սիրում, կյանքում տենց բաների մեջ չեն եղել, եկել են ընկել են սենց ներողություն իրենց կարասը, այդ ու սկսում են այդ մեծ կերատաշտակից աճուձախ լափել։ Հիմա թե չգիտեք ինչքան են լափելու, հիմա քաղաքացիները ասել լավ հասկացանք ինչա որ գրպաններին պիտի կպնենք, լավ են անում, որովհետև անհնար է։ 15:00-ից եթե մարդ ուզենա գնա A կետից B կետ,
Երևան քաղաք վարչական տարբեր վարչական շրջանում 2 ժամ պետք է գնա։ Բայց Ավինյանը Ու գնալուց ոնց գնա շալակած, կիլկի գազելի նույն բանն է, գազել էին ասում իրենք մահվան գազելները։ Մահվան գազելները սարքել են մահվան ավտոբուսներ, Ուրիշ ոչ մի բան։ Բայց Ավինյանը սա ներկայացնում է որպես անդաստիրակության, հա, հետևանք, ասում է ոչ թե բոյկոտ, ոչ թե բողոքի արտահայտման ձև, որ քաղաքացիները չեն վճարում, որովհետև ինչի համար վճարեն։ Չստացված այդ բան մատուցված ծառայության համար վճարեն, իրար գլխի երթևեկելու համար վճարեն, ինչի համար վճարեն։ Աչափնյակ մետրոյով Աչափնյակի կայարան գնալու համար չվճարես Արեգ Նասչյան։ Դե հիմա իրենք այդ ներկայացնում են որպես անդաստիրակություն, ասում են փող ունեն, չեն վճարում։ Վաղը բացումն է։ Եթե դաստիարակվածները, եթե դաստիարակված անդաստիարակները խոսում են դաստիարակության մասին, իրենց կարելի է մի հատ հարց տալ։ Այդ որ ժամանակին դուք կախվում եք գազելներից, իրենց հիմիկվա չէ, տարբեր պաշտոնյաներ ազգային ժողովի նախագահից, падգամավորից միջև նախարարներ վերջացրած, որ կախվում եք այդ գազելներից, ասում եք 150 դրամի դարձեք, այն 50 դրամը մարդիկ կարան հաց առնեն։ Բայց մի հատ էլ իջեք, այդ գազելները թողել են արդեն էլեկտրական մեքենաների լավ թանկ գնել են, իրենց կաբինետներից դուրս չեն գալի, բայց մի հատ այդ իջեք, ձեզ ամեն անգամ Հայաստան խմբակցության տարբեր ավականներ հրավիրում է կանգառներ։ Շախով, շուխով տանենք, հասցնենք տեղ, մենք էլ կանգնենք կողքերը, թող մեծ քաղաքացիները չշփվեն։ Այդ որ դռները բացվում են, որ պետք է մտեն, որ տեղ չկա, իրանք էլ մի երկու հատ հսկի չեն այս վերջում գտել են, որ ասում են ես հեսա կտեղավորեմ, ներողություն քաղաքացիներն դրել են բան էլի, Կարտոֆիլի պարկերի տեղ։ Ես անենց կտեղավորեմ խմբակցության տարբեր ավականներից միջև բան։ Տիգրան Ավինյան, թողան գնան կանգար, ես իրանց խցկեմ, տոխի 6-ին։ Ժամը 15:00-ից սկսած մինչև 20:00, իսկ առավոտյան ընդհանրապես 4 հոգով կխցկենք, թող շարժվեն։ Ոնց են չեն կարողանալ շարժվել, հիմա նոր մեթոդ է գտել, ոչ մի բան օգուտ չտվեց, ասում է դռները մի բացեք, հետևի ավտոբուսների։ Բա ընկեր ջան, ասենց ասեմ, որ ինքը հասկանա, էլի, արդեն սկսել է դե ինքը մի քիչ ուզում է այդ փողոցային լեզուն բերի, որ հասկացնի, բայց ինքը դուրս է մնացել այդ կյանքը, ինքը չգիտի, փողոցը չգիտի, ինքը դրա հետ կապ չունի։ Բայց եթե դու վալիդատորներ ես առնում, միլիոնավոր դրամներ ես դուրս գրում, այն գույքահարկից, որը 100% ես թանկացրել, այն աղբանության վճարից, որը դու քառակուսիով ես դարձրել, այդտեղից էլ է կալան-թալան անում։ Բա որ վալիդատորներ ես առել։ Ինչի համար ես ավտոբուսում 2 հատ դրե։ Բա հենա մի հատ կառներ, դիմացը կդռներ, չէ՞, հիմա ապորինի հրամաններ ես տվել վարորդներին, ասում ես, դե լավ այդ 170-ից 100 մարդ ուզում է մտնի ներս։ Միջև մտնի այդ առաջի դռնից, վալիդատորից ստանա, գնա ընդեղ, հետո այն կանգառում կանգնի, իջնի, խցանում։ Իրանք հիմա օգնում են Երևանը խցանված մնա, այն խցանումները, որ ասում են 12,000 դարձնենք 160,000 դրամ, խցանումներից կազատվեն, բայց հակառակ է, 160 անգամ խցանումները շատացել։ Ես մի հատ սատանայի փաստաբանություն անեմ, որ օբյեկտիվ լինի, էլի հասկանան։ Կարող է կա ինչ-որ օբյեկտիվ պատճառ, որ սրանց ավտոբուսները այդ հաճախականությամբ են աշխատում ու այդ ծանրաբեռնվածությամբ։ Այո, Որն է։ որ ընդեղ թառած են այդ աթոռների ոչ կոմպետենտ մարդիկ։ Այդ օբյեկտիվ Դուք գիտեք մարդիկ, որոնք որ կյանքում ոչ մի բան չեն ղեկավարել, մանկապարտեզից, մանկապարտեզի դուրս են գրել, դառել են վարչության պետեր։ Հա, ես մեկին գիտեմ Շիրակի Մեկը չի Երևանի քաղաքապետարանում լիքը այդպիսի պաշտոններ։ ծնվել էր, հետո կենսագրություն։ Հիմա այդ մարդիկ դուք ինչ եք ուզում։ Լավ, մի հատ օրինակ բերեմ, ասում եմ փոստալցման եւ ասֆալտապատման համար 4 միլիարդ 292 միլիոն դրամ փող ենք դուրս գրել։ Շիրակի փողոցում ասում եմ բանը փոսերը լիքն է, վարչական շրջանի ղեկավարն ասում է լցրեցիք փոսերը, ասում հա պարոն Ավինյան լցրեցինք, բայց երեք Անձրևն եկավ քշեց տարա։ Անձրևը ձեզ պիտի քշի տանի, որ ժողովուրդը ձեզնից պրծնի։ Ուրիշ տարբերակ չկա։ Այսինքն հիմա ինչ 3 անգամ են ասֆալտան, ես չեմ հասկանում մի փողոցը։ Այսինքն փոսերը առաջացավ, բերեք մի հատ առանց բիտումի ինչ կան, հասկանում եմ, ասֆալտ լցեք, յոլա գնանք, հետո միջև ես չեմ հասկանում։ Հիմա մեղավոր կա, չէ՞ դրան։ Փոսալցման մեղավորը, որ չի ստացվում, որ նորից փոսեր առաջում, աղն է։ Հիմա աղի հետ բանակցությունների համար Հիմա Տիգրան Ավինյանը մի քանի օր աղի հետ բանակցությունների մեջ է, որ հասկանա ինչ կատարվեց, հետո բանակցությունները վերջացել է, դարել է աղի լուծույթ։ Հիմա էլ աղի լուծույթ են ման գալիս, որ դրանով անեն։ Ոչ մի բան չկա։ Ուղղակի այս լուծույթների հետ բանակցություններ չեմ։ Նորմալ է, իրա մոտ ամեն ինչ էլ կարա լինի։ Որ նիստերի ժամանակ պարբերաբար դուրս է գալիս, ներս է գալիս, երբ գնում է բանակցությունների հետ է գալիս։ Եթե սպիտակ լուծույթների հետ ինչ որ եթե մի մարդ սովորական ցույց տամ է, իրանք սիրուն, այսքան փոս
չի կարողանում լցնի ու տևում է 24 ժամ այդ փոսի աշխատանքը։ Ինչ եք ուզում իրանից։ Ուղղակի փողի լվալու տեղ է։ Ում փողերն են ծախսում, ում գումարներն են։ Բոլորից։ Երևանցիները Իսկ դու կարող եք գույքարկը չվճարել մեքենային։ Չեք կարող, որովհետև հարկադիր կատարողական այդ աշխատակիցները ձեզ կզանգահարեն։ Բայց իրան հիմա ով զանգի։ Այսինքն կարող ենք ասել, որ Երևանի փոսերում փող են լվանում։ Միանշանակ։ Մարկը լվացքի մեքենայի լվացքն անում իրենք փոսերում են։ Իրաց առաջնորդը չէր ասում ասֆալտը դա ասֆալտ է։ Իրանք լսել են այդ ինչը ասե, հակառակն են հասկացել։ Հիմա դրա մեջ փող են լվանում։ Իհարկե լվանում են։ Եթե մի փողոց 5 անգամ ասֆալտ են անում, բա ինչ։ Իմիջիայլոց բոյկոտից խոսեցինք տրանսպորտի սակագնի հետ կապված, որ Մայր Հայաստանը նախաձեռնել էր ու 17000 երևանցիներ կարծեմ իրենց ստորագրություններով միացել էին այդ բոյկոտին ու նախագիծը մի քանի անգամ չէ նույնիսկ ներկայացվեց ավականնիստերին, բայց ինչ արեց։ Այդ այն նախագիծներ, որ Երևանի կառավարման պատմության մեջ առաջի անգամ Մայր Հայաստան խմբակցությունը որպես ընդդիմություն նախագիծ է ներկայացնում, որ պետք է արդեն քննարկվի, այսպեսի բան չի եղել։ Պատմության մեջ իշխանությունը դալիճը թողում ու փախ։ փախավ ճիշտ է։ Փախավ չէ, Տարի առաջ Ինչ պատասխան տա երևանցիներին։ Եվ դա այն դեպքում, երբ Մայր Հայաստանը փաստերով, թվերով ապացուցում էր, որ տրանսպորտի սակագինը 100 դրամ կարող է լինել, առնվազն ամենաշատը 100 դրամ, իսկ փաթեթների դեպքում նույնիսկ ավելի քիչ է լինում։ Խնդիրը այն է, որ մենակ տրանսպորտը չի, փոսերը, ասֆալտը, կոյուղին, վայրի շինարարությունը, այսինքն Երևանում չկա մի որ աղբահանությունը, այդ որ գրգռվել էին ինչ որ ինչ էին սարքում, աղբի գործարան, Արկելեն, հիմա դուք կարող եք ստեղից դուրս գալ, հաջորդնակի մետրով իջնել Էրեբունի, վարչակաշրջան։ Երևանը Չէ, Էրեբունի վարչակաշրջան ու տեղից կտնանք հրաշք մեկ բան է սարք։ կապույտ կանաչ կան։ Դա նորել էլ ԿՊ-ից է։ Ադրբեջանի գույներն էս, հա, ոնց որ կամած-կամացի շատակով։ Աղբավայրի գործարանի տեսնա։ Այսինքն չկա մի ոլորտ, ես ուզում եմ հասկանալ, 8 տարի էս մարդիկ իշխանության են, չէ՞։ 8 տարվա ընթացքում Երևանի, թող քաղաքացի մեծ դիտողներն էլ էլի մի հատ հələ գրեն, թե ասենք, այդ 8 տարվա մեջ դրական ինչա փոխվել Երևանում, ընդհանրապես Երևանի կառավարման ոլորտում, ինչ որ բան փոխվել է։ Միակ բանը ակնառու որ կարամ ասեմ, գազել չի ավտոբուսը, բայց որակը չի փոխվել տեղափոխելու։ Գազել չի ավտոբուսը ում շնորհիվ, նորից սովորական երևանցիների շնորհիվ։ Քաղաքացիների Ժամանակ չէին անում, հիմա օքեյ, բայց էլ ինչա փոխվել։ Իրենց գլխերում լիքը բան, ԿՊ-ի ժողովուրդը լավ հարստացել է։ Էլ իրենք քաղաքացիական պայմանագրի խմբակցության Ավինյանի գլխավորությամբ ու երևանցիների մեջտեղի կապը անդունդը արդեն իրանք ոչ մի դե եթե այս մարդուն ասում ես այս քանգացումների հիշ շքերթը որ սկսել ես մի հատ արի դուրս գան գնանք կանգար հետո տեղից դուրս գանք մի հատ մտենք մի հատ քաղաքացու կենտրոն վարչական շրջանը մի հատ այն ձեր սիրած թոշակառուների տուն հարցնենք ասենք այդ որ գույքը արկա 100% թանկացել է ինչ է կանելու Այդտեղից դուրս գանք մի հատ մտենք ուրիշ բնական, ասենք աղբանությունը, որ քառակուսիով եք սա դարձրել, ինչա վիճակը ոնց ալնելու, ու այդ ամբողջ 4-5 հոգով իջնենք նստենք տրանսպորտ գնանք մեր գործերին։ Այդ վաղտ Ավինյանից կմնա վն։ Որտեղ քաղաքացիները հենց դեմքին իրան կկանգնեն, ինչ պետքա կասեն։ Ասում են բերեք մի հատ շփվենք, տարբեր։ Ես այդ կանգառը ասել եմ ամեն անգամ գցելու եմ, ինչա կատարվում։ 100-ից 150 մարդ կանգնում է Իսկ եթե անձրև ու ձյուն եղավ, անկախատեսելի դե Հայաստանի Հանրապետությունում արդեն 23 թվականից հետո անկախատեսելի ձյուն է գալիս։ Աշնանը անձրևներ է գալիս, չես հասկանում, ո՞նց եղավ։ Մինչև 23 թիվը դες բան չի եղել։ Այդ եղանակին պայմաններում տանենք իրան ընդեղ, կանգնացնենք այդ կանգառի տակ, ասենք դե սպասի Ավինան Տիգրան։ Գնանք վերջի ինչ ալնելու։ Իմիջիայլոց կենտրոնում, որ հիմա առանց այդել տեղ հայտարարք վիճակ էր, բայց այս որ համատարած քանդել են, մայթերը համատարած քանդում են փողոցները, կտրելը չէ, դրան չխոսում։ Հիմա ինձ հետաքրքրում է, այսինքն գիտեն, որ գնալու են, հա, քիչ ժամանակ է մնացել, փորձում են սենց ափալ-թափալ, հա, հեվի-հեվ փող աշխատել, թե հակառակը ուզում են ընտրությունների նախաշեմին իբր ցույց տալ, որ իրեն գործ են անում։ Նպատակը որն է։ Ամիրյան փողոցով քայլում էի ու Ավինյանի անվան փողոց վերջ ունենք։ Էդ էլ կլինի որ Զովակալ Ամիրյան փողոցում քայլում էի քաղաքացիներից մեկը հենց տեղ հարցրեց ինձ ցույց տվեց տոմետները Ամիրյան փողոցի ոնց ձեզ ասեմ 100% լավ վիճակում էր ու հələ կծառայեր մի քանի տարի ասես տղա ջան ինքն էլ տարիքով կինեն ասես տղա ջան որ տեսնեք իրանց մոտ կթքեք երեսներին էլի
ասի չէ, ես այդ թքելու հետ կապ չունեմ, իրանք այդ ծերտ հարաբերությունների մեջ, հա, ասից մա 10 քիչ չեն անում, ես նոր լավը, հələ որ պետք է մի 20 տարի կարող է սպասարկել հա քաղաքացիներին, ինչ են հանում այս փշրանքները բերում դնում, այդ տոմետների մեջ էլ գումար կա, ուրեմն իրենց շատ հոգեհարազատ մարդ է, որը որ միշտ շահում է այդ տենդերները։ Ինչ եմ կներես, ինչի համար եմ դա ասում, որովհետև օրինակ Ազատության պողոտայում նորմալ ասֆալտ էր էլի, քանդեցին, վերից վար տոմետ են շարել, անորակ, ցեցը երևում է, որովհետև այդ արդեն քայքայվում է էլի, ջուր անձրև։ Ես դες մեջի այդ սխեման ասեմ, տոմետները ինքը տենդերը շահում է X մարդը, այդ տոմետները պետքա լինի 90-10 հարաբերակցությամբ իր մեջ բացատրեմ, որ հասկանան էլի ես մեր ԿՊՇ-նիկները, դրա մեջ ցեմենտի պարունակությունը շատ պետք է լինի, բայց որ իրանք ցեմենտի պարունակությունը քչացնում են, ավազն են շատացնում, պատկերացրեցիք ինչքան եկավ այդ գումարի մեջ այն ձախ կամ աջ գրպանը հատկատը։ Դրանից առաջանում է ծակոտիներ, դրանից քայքայվում է եւ դրանից իմիջիալոց 6 ամիս ուլնեցու վրա այն Վիգմոր բանկա պոլիկլինիկա կա։ Այն օրը ասում ես զգացվում է որ նոր շարած տոմետ է, արդեն հող, sense հողը բանա քայքայվել է։ Դրա համար էի ուզում հարցնել, է տոմետի գործարանով ով է ստանում, էլի դրա։ Տարբեր մարդիկ կան, որոնք իրանց այդ լավ շփման մեջ են, իրանք էլ տենդերները շահում են, իրանք էլ տալիս են, իրանք էլ իրար մեջ փող են էլի երևի լվանում, չգիտեմ, դա արդեն իրանք իմանան, բայց էլ այդ մի կողմ։ Հիմա այդ փոսալեցման համար էլ մեղավոր են գտե, ասում են նախկինների արած փոսերն են քանդվում։ Չէ, ասֆալտը, ասում նախկինների արած ասֆալտն է փոս։ Բայց իրանք են արել ինչ նախկին։ Չէ, իրանք արած ասֆալտը։ Որտեղ որ փոս ես տեսնում, դա նախկինների արած ասֆալտն է։ Բայց նախկին էլ չի բանանում, էլ այդ նախկին բառը արդեն հասկացել է, որ հոգնել են։ Տեսեք, արդեն բանը, անձրևն է մեղավոր, ձյունն է մեղավոր, հետո լուծույթն է մեղավոր, հիմա քաղաքացիներն էին մեղավոր, որ չվճարեցին, հիմա ավտոբուսի վարորդները, հիմա ուզում եմ ասեմ, ամեն օր ավտոբուսի մեջ թեժ իրանք սիրում են, չէ՞, ծևերի սպիտակների, քաղաքացիներին իրար դեմ հանեն, որ կարողանան կիսել ու տիրել, էլի։ Հիմա այդ վիճակն է ամբողջ տրանսպորտում, սիրելի երևանցիներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մի տարվեք այդ փոքրիկների այդ շանտաժին, իրանք շանտաժ են անում, որ կարողանան վարորդին կրվածել քաղաքացիների հետ, իրար վիրավորում են, ինչ ասած։ Հաջողվել է մի բան, ժողովրդին պառակտել, իսկ իրանք ինչն է իրանք ցավալի, որ տեղները նստած մարմարում են, գումար չեն կարող հավաքեն։ Հիմա տեսեք արդեն ասում են շատ չեք վճարում, էլ ավտոբուսներ չենք բերելու։ Սուտ են ասում։ Բայց մնացած միլիարդավոր հավաքագրումները ինչի վրա եք ծախսում։ Մի բան կա, որ անում եք, ճիշտ է, իրանք էլի հոգեհարազատ տան անդամներից մեկը այն սիրուն սակուրաների տենդերներ շահ է, բերեցին կանաչապատն լավ տածառերով, թթվածիներ տարելու, հենա գնացեք սակուրանից մեջտեղի սա կանա մնացել։ Այսինքն դրանք են չորացել։ Միանշանակ այս մեր եղանակային պայմաններում սակուրաններ չէր կարող լինել։ Տարբեր փողոցներ գնացեք, տեսեք ոնց է չորացել։ Թթվածին արտադրող նորմալ ծառը կտրեցին, ինչա 120,000 դրամանոց սակուրաներ, բայց որ մեր մտքի տեղ դնենք, այն սիրող մարդիկ Երևանի մասին մտածողները, այդ 120,000 դրամանոց սակուրան մի 13,000-ով կարող են։ Իմիջիալոց այդ ծառերը կտրելու, այդ նման էկոցիդ իրականացնելու համար ոչ մի բնապահպան, ես այդ հատուկ ուզում եմ նշել, չերևաց, չխոսեց, ոչ մի բան չարեցին, եզակի մարդիկ կային։ Ճակերտավոր բնապահպանները։ Այն որ իրենց ճախում էին, այո, բայց եղան սրտացավ մարդիկ, բայց դրանք չեն վերաբերվում։ Իրենք կանաչը սիրում են, միայն թե էս կանաչը։ Այո։ Եվ այս ամբողջ խոսակցությունից արդեն երևի ավարտենք, իմ մոտ տպավորությունն է, որ իշխանապահությունից հետո ԿՊ Երևանը կառավարող ԿՊ-ի ամբողջ կազմին Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կարելի է դատել մի 100 տարով մոտավորապես, հա, արածների ու չարածների համար։ Հունիսի 9-ին սպասվող համապետական ընտրություններին, հունիսի 7-ին սպասվող համապետական ընտրություններին մեզ եւ Մանրաստան խմբակցության տարբեր ավականներն արդեն երևանցիները, հենց երևանցիները գրում են լավ, էլ ինչ անենք, էլ տեղ չենք կարող, էլ էս դրանց ձեռը դիմանալ։ Ոնց գրում են, ես հիմա ասում եմ ձեզ։ Ժողովուրդ ջան, հունիսի 7-ին մեծ մասնակցության արդյունքում երևանցիները բոլորը պիտի տնից դուրս գան այդ 5 րոպեն։ Գնան ընտրատեղամաս, ինչ իրանց գլխին բերել են այս 3 տարում։
Գույք հարկի 100% թանկացում, աղբանության թանկացում, տեղական турքերի վճարների թանկացում, իրանց մեքենաների ջարդու փշուր է փոսերի համար։ Այս Երևանը որ լճի է վերածվում, այս կանաչապատման համար որ մարդկանց առողջությանը վնաս են տվել, այս ամեն մի հատ այս փաթեթի թարս ներողություն ապտակը իրանց պետք է տա այն քաղաքացիական պայմանագրին վերջնական ու իր կցորդ քույր են հանրապետություն կուսակցությանը վերջնականապես մերժել 23 թվականին մերժել են բայց եթե շատ մասնակցություն լինի 9% ձայն ստանալը Տիգրան Ավինյանի համար դառնալու է մի հատ հեքիաթային երազանք 9%? այո Այս լավ նոտայով էլ ավարտենք մեր շատ հետաքրքիր զրույցը, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար, Դերենիկ, բայց չմոռանանք սկզբից էլի մոռացանք մենք ասեինք։ Դերենիկին հավանում են, ինձ սրտիկում են, Գևորգին, թող Գևորգին էլ սրտիկեն։ Ես սրտիկի հետ սեր չունեմ, չէ ուրիշ մի բան արի, բայց սիրտ մի արեք էլի։ Լավ, մեկնաբանեն, կոմենտներ գրեն, հա։ Իմիջիայլոց հետաքրքիր կլինի կարծիքները Երևանի կառավարման հետ կապված, օրինակ ինչ կնշեք, որ 8 տարվա ընթացքում այդպես գլոբալ փոխվել է, արմատական փոխվել է։ Թող խնդիրների մասին էլ նշեն մեկնաբանությունների բաժնում, մենք խոստանում ենք, որ կփոխանցենք Հայաստան խմբակցության ավականու անդամներին, իրենք շատ հետևողական կգան եւ կլուսաբանեն եւ փորձեն լուծել խնդիրները։ Ամեն դեպքում միացեք մեզ, որ փոխենք։